շատ պրոդուկտիվ է եւ նոր նախագծերի այդ պրոյեկտների համար բավականին բարենպաստ է, հիմնականում բարենպաստ է, եթե Յուպիտեր Սատուրնի դիրքն ենք նայում, այն բարենպաստ է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների համար, բայց մեկ այլ կարևոր մոլորակային կոնֆիգուրացիա այսպես ձևավորվում է ինտելեկտուալ աշխատանքով զբաղվողների համար եւ այն կենդանակերպերը, որոնք ներառում են հենց ինտելեկտուալ նշանը ջրհոս երկվորյակ եւ նաեւ կրակի տարերքից արդեն խոյը։ Այսպես բիսեքսիլ դիրքավորում է Սատուրնը Նեպտունը խոյում, Պլուտոնը ջրհոսում, Ուրանը երկվորյակում։ Այդ դիրքավորումը, որը 1-2 տարի կգնա, բայց ինքը Պլուտոնը երկարաժամկետ մինչև 2043 թիվս ջրհոսում է լինելու։ Հիմնահատակ քանդեց, այդպես էլ կա ջրհոսների կյանքը։ Այո, որոշ կորուստներ ունեցան, փոխվեցին նրանք։ Միևնույն է, Պլուտոնը որտեղ որ մտնում է, նա քանդում նորից վերածննդի մոլորակն է, կարիճի մոլորակն է։ Ու նորից այդ մոխրի մեջից մարդը, անձը, պետությունը կարող է նորից վերածնվել։ Եվ դա վերջնական նա մտավ ջրհոսի կենդանակերպ 2024-ի նոյեմբերին եւ դեռ այնտեղ է լինել։ Իսկ Ուրանը, որը երկվորյակում է, վերջնական կանցնի երկվորյակի կենդանակերպ 26 թվականի ապրիլի 26-ին։ Այնտեղ մինչև 2032 թվականը կլինի։ Հիմա այդ երկու բարդ մոլորակները, որոնք կոլեկտիվ անգիտակցականին առաջ մղող ուժեր են դրանք, իրենք դրական դիրքերն են, նրանք այլևս չգիտեմ երբեք կրկնվելու։ Պլուտոնը մեկ պտույտը իր այդ կենդանակերպերում նա կատարել է ԱՄՆ-ը երբ որ ստեղծվել է որպես պետականություն 1776 թիվներ, չէ, հուլիսի 7-ին է, հուլիսի 4-ին, ես հիշում եմ, հուլիսի 4-ին, այն ժամանակ է եղել Պլուտոնը այդ դիրքով, մեկ էլ հիմա, փաստորեն մեծ հզոր ուժ կա, շարժիչ ուժ կա, որը պետք է գեներացվի եւ պետք է այդ շարժիչ ուժը օգտագործվի։ Այս դիրքը հիմնականում ազդում է այն անձանց վրա, որոնք հեղափոխական հայացքներ ունեն, որոնք ինտելեկտուալ աշխատանքով են զբաղվում։ Ջրոս նաեւ համացանցն է, լրատվությունն է, դրան գաղափարակիցները համախոհներն են։ Այդ դաշտերում աշխատողներ եւ նաեւ այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները նրանք ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Խոյերի կյանքը հիմնահատակ փոխվելու է։ Սատուրնը խոյում նշեցի մոտակա